Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Քիրք ծննդոց 32-րդ գլուխ Հակոբ կպատրաստվի Եսավի հանդիպելու։ Հակոբ իր ջամփան գնաց ու Աստուծո հրեշտակները անոր հանդիպեցան։ Երբ Հակոբ զանոնք տեսավ, ըսավ. ասիգա Աստուծո բանակն է, եւ այդ դերին անունը Մանայիմ գոչեց։ Հակոբ իր արջևեն պատգամավորներ ղրգեց իր եղբոր Եսավի թեպի Սեիրի երգիրը, Եթովմի թաշտավայրը եւ անոնց բադվիրեց. Իմ դիրոջս Եսավի սա ասեք, քու ծարատ Հակոբ սագս է, լապանիկով բանտղտացա ու մինչև հիմա հոնգեցա։ Ես ունիմ եզներ, էշեր, ոչխարներ, ըստրուկներ եւ ըստրգույներ, ու ղրգեցի իմ դիրոջս իմացնելու, որբեսի քու արջևդ շնորհք գտնեմ։ Պատգամավորները վերադարձան Հակոբի եւ ասին. քու եղբորդ Եսավի կացինք, անալ 400 մարդով գուքա քեզի թիմավորելու։ Հակոբ չափազանց վախցավ ու դակնաբեցավ։ Իրեն հետ եղող ժողովուրդը, ոչխարները, արջարները եւ ուղդերը երկու խումբի բաժնեց ու ասավ. Եթե Եսավ մեկ խումբին հասնի եւ զայն զարնե, մնացյալ խումբը գազադի։ Ու Հակոբ ասավ. Ով իմ հորս Աբրահամի Աստվածը եւ իմ հորս Իսահակի Աստվածը, դեր, որ ըսիր ինձի, վերադարձիր երգիրդ ու ասկականներուդ եւ քեզի բարիք պիտենեմ։ Արժանի չեմ այն բոլոր գարեկցություններուն եւ ամբողջ ճշմարտության, որոնցմով թուն զարայիդ հետ վարվեցար։ Քանի որ իմ խավազանովս անցա այս հորտանանեն ու հիմա երկու խումբի դեր եղա։ Գաղերսեմ Ազադեզիս եղբորս Եսավի ցերկեն, որովհետև ես անգե գվախնամ, որ թերևս կա եւ զարնեզիս ու մայրը որդիներով։ Թունասիր, թե անշուշտ քեզի բարիք պիտենեմ եւ քու զարմը ծովու ավազին չափ պիտենեմ, որ շատութենեն չի հաշվվիր։ Այդ գիշերը հոն իջևանեցավ ու իր ցերկը եղածեն ընձաներ պատրաստեց իր եղբոր Եսավի համար 200 այծ եւ 20 նոխազ, 200 մակի ու 20 խոյ, 30 ձիծ դվող ուղդ իրենց ցակերով, 40 գով եւ 10 ցուլ, 20 մադակ էշ ու 10 ավանակ։ Ամեն մեկ հոդը զատ իր ծառաներուն ցերկը հանցնեց եւ իր ծառաներուն ըսավ. Արջևս անցեք ու հոդերը իրարմե քիչ մը հերու թողուցեք։ Արջևեն կացողին պատվիրեց. երբ եղբայրս Եսավ քեզի անտիպի եւ քեզի հարցնե. Թուն որունն ես, ուր գերտաս, ու այս արջևդ եղողները որունն են, ասե. Քու ծառայիդ Հակոբինն է, իմ դիրոջս Եսավի ղրգած ընձան է, եւ ահա ինքալ մեր յետևն է։ Նույնպես երկրորդին, երրորդին ու հոդերուն բոլոր հետևողներուն պատվիրեց. Այս խոսքին համաձայն ասեք Եսավին, երբ զինք գտնեք, նաեւ ասեք. ահա քու ծառատ Հակոբալ մեր յետևն է։ Արտարևսավ, արջևես կացող ընձաներով զինքը խաղաղեցնեմ եւ անգեյետ իր երեսը կտեսնեմ, թերևս զիս ընդունի։ Այսպես ընձաները անոր արջևեն կացին, իսկ ինք այդ գիշերը հոն իջևանեցավ փանագավայրին մեջ։ Այդ գիշերը ելավ իր երկու գիները, իր երկու ըստրգուհիներն ու իր 11 զավակները արավ եւ Հափոգի անցկեն անցավ։ Զանոնք արավ ու վտագեն անցուց իր ամբողջ ունեցածնալ անցուց։ Հակոբ կոդեմարդի Փանուելի մեջ։ Հակոբ մինակ մնաց եւ մարդ մը կոդեմարդեր իրեն հետ մինչև արշալույսին ծակիրը։ Երբ մարդը տեսավ, թե անոր չհաղթեց, անոր զիստին ամոլաչիղին տբավ ու Հակոբի զիստին ամոլաչիղը խախտեցավ անոր հետ կոդեմարդած ադեն։ Եվ անիկա ասավ. Արցագեզիս, քանի որ արշալույսը ծակեցավ։ Հակոբ ասավ. չեմ արցագեր քեզ, մինչև որ զիս չորտնես։ Անիկա իրեն ասավ. ինչ է անունդ։ Անալ ասավ. Հակոբ է։ Անիկա ասավ. ալքու անունդ Հակոբ չգոչվի, հապա Իսրայել, որովհետև Աստուծո հետ ու մարդոց հետ կոդեմարդեցար եւ հաղթեցիր։ Հակոբ հարցուց. գաղերսեմ, անունդ իմացուր ինձի։ Անիկա ասավ. ինչու անունս կհարցնես։ Եվ հոն օրտնեց զինք։ Հակոբ այդ դերին անունը Փանուել գոչեց,
քանի որ ասավ. Աստված երես առ երես տեսա, բայց իմ անձս ողջ մնաց։ Երբ Փանվելեն անցավ, արևը անոր վրա ձակեցավ ու իր զիստին վրա գգաղար։ Ադորամար Իսրայելի որդիները զիստին վրայի թմրած չիղը չեն ուդեր մինչև այսօր, որովհետև Հակոբի զիստին թմրած չիղին տբավ։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։